Բարև ձեզ, ես Գեորգի Թումասյան եմ Թբիլիսից Վրաստանից եւ այսօր մենք կվերլուծենք ձեր հետ միասին Հնդկաստանի հարվածները Պակիստանի վրա եւ ընդհանրապես այդ մարտական գործողությունները, որը տեղի ունեցան, կամփոփենք իրականում կատարված է եւ կհասկանանք թե ով ինչ արդյունքներ ունի, ով ինչա կիրառել եւ ինչ իրավիճակ է ընդհանուր առումով ստեղծվել, որովհետեւ շատ կարեւոր հետևանքներ կան այս մեկ օրվա ռազմական գործողություններից, որոնք դեռ պարզ չի կշարունակվեն թե չէ, այս պահին իրավիճակը հավանաբար կարելի ասել, որ հանգիստ է, տեղերում կա զենքի կիրառում, բայց մեծ մասշտաբ այս պահին չկա եւ կարելի ասել, որ մենք պետք է շատ լուրջ հետևանքներ անենք, որովհետեւ մեծ կարևորություն ունի այն ինչ տեղի է ունեցել, հատկապես Հայաստանի համար եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում ես համոզված եմ, որ հիմա նաեւ հայկական կողմի պատշաճ ծառայությունները ուշադիր ուսումնասիրում են այն ինչ տեղի ունեցավ այնտեղ, որովհետեւ դրանից հետևանքներ պետք է քաղել։ Համոզված եմ դա անում են նաեւ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները եւ իհարկե Չինաստանը եւ ընդհանրապես բոլոր կարելի աշխել աշխարհում կենտրոնները, բայց մեր համար սա էլ ավելի կարևոր է, որովհետև կա դրա պատճառներ։ Սկսենք նրանից, որ մայիսի 7-ին առավոտյան ժամերին գիշերվա ժամը կարելի ասել կամ որևէ մեկը կասի շատ շուտ առավոտ, բայց նայած 1:30, 1:45 մոտավորապես ուշ գիշեր կարելի այսպես ասել, սկսել է ռազմական գործողությունները, Սինդոր ռազմական գործողությունները Հնդկաստանը, որը 9 հարված է հասցրել ընդհանուր առումով Պակիստանում եւ Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիրի տարածքում, որը խնդրահարույց տարածք է եւ որի մասին մենք խոսել ենք, որը հասկանալի չի թե ում է պատկանում, այսինքն համ Պակիստանը, համ Հնդկաստանը ունեն իրենց մկրտումներ այս տարածքի հանդեպ Քաշմիրի։ Այս հարվածների նպատակն էր ուրեմն Ջայշ-ուլ Մուհամմադ տերորիստական խմբավորման կետը Բահավալպուրում, քաղաք Բահավալպուրում, սա շատ կարևոր է, մենք արդեն սկսում ենք մանրամասն տվյալներ ունենալ նրա մասին, որ կոնկրետ տերորիստական խմբավորման դեմ են հարձակումներ տեղի ունեցել Ջայշ-ուլ Մուհամմադի, բացի դրանից Լաշկար-e-Տայբա տերորիստական խմբավորման դեմ Մուրիդկե քաղաքում, որը Լահորին մոտ է, ինչպես նաև Մուզաֆարաբադում, Կոտլիում եւ ուրիշ Կաշմիրի հատվածներում նաև տերորիստական խմբավորման պատրաստվելու համար նախատեսված ճամբարների, տարածքների վրա տեղի ունեցել հարձակումները։ Հնդկաստանը կիրառել է տարբեր ձևի ուրեմն զենք։ Խոսք է գնում, որ հնարավոր է Բրահմոսն է կիրառվել եւ ինչպես նաեւ հնարավոր է, որ կիրառվել է Պրալայ տակտիկական բալիստիկ հրթիռները նաեւ։ Սա շատ կարևոր հարց է եւ ուղղություն է, որովհետեւ նույն Բրահմոսը մենք գիտենք, որ ինքը գերձայնային զենք է եւ օգտագործվել է այն ձևաչափով, որը կիրառում է մակերեսից մակերես հարվածում։ Եվ իսկ Պրալայը էլ ավելի նոր տակտիկական բալիստիկ հրթիռ է, որը օգտագործվել է նաև այս դեպքերում։ Բացի դրանից օգտագործվել են հնդկական կողմից տարբեր ԱԹՍ-ներ։ Պակիստանի կողմից տվյալներ կան, որ Պակիստանը տեսել է 4 ԱԹՍ, ինչպես է հարվածում մզկիթ, այդտեղ շատ մեծ տարբերություն չկա իրականում, պարզ չի մզկիթ են հարվածել, թե ճամբար, որտեղ որ պատրաստվում են տերորիստներ, մզկիթում էլ կարան տերորիստներ գտնվել, կամ որտեղ որ տերորիստներ գտնվում են, այդ վայրի անունը կարող են կոչել մզկիթ, դա ընդհանրապես պարզ չի։ Սա շատ հետաքրքիր է նաև, որ տեղի են ունեցել հարվածներ եւ սա վերաբերվել է հիդրոկայանի թունելին նաև Պակիստանի Քաշմիրում։
հետաքրքիրը այն է, որ հնդկական օդային ուժերը, որոնք ակտիվորեն կիրառվել են եւ խոսք է գնում մոտավորապես տասնյակ, նույնիսկ մինչև 70 ինքնաթիռ, որոնք մասնակցել են այս գործընթացում եւ իրենք չեն մտել ուրեմն Հնդկաստանից դուրս տարածք, նկատի ունեմ Պակիստանի տարածք մուտք չեն գործել, միայն գործել են Հնդկաստանի օդային տարածքում։ Ըստ հնդկական աղբյուրների մոտավորապես 80 մարդ է զոհվել Պակիստանի կողմից, նկատի ունեմ 80 տերորիստ այս դեպքում ըստ հնդկական կողմերի տվյալների։ Բացի նրանից հաստատել է, եւ դա շատ հետաքրքիր է, Ջայշ-ուլ Մուհամմադի ղեկավար տերորիստական խմբավորման Մասուդ Աժարը հաստատել է, որ իր ընտանիքի 10 անդամ է մահացել այս հարվածների հետևանքում։ Ուստի արդեն խոսել նրա մասին, որ ինչը Պակիստանը ասում է, որ քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածները եւ այնտեղ հասարակ քաղաքացիներ են մահացել, արդեն սա լուրջ չի, որովհետեւ նույն տերորիստական խմբավորման Ջայշ-ուլ Մուհամմադի ղեկավարը հաստատում է, որ իր տնին են հարվածել եւ իր ընտանիքի անդամներն են զոհվել, ինքը ինչպես պարզվում է, այդտեղ չի եղել, ինչը նաեւ իհարկե կարևոր փաստ է, որ նշվի։ Պակիստանը խոսում է նրա մասին, որ 26 մարդ է զոհվել, այլ ոչ թե 80, ինչպես Հնդկաստանն է նշում, բայց հարցը նրանում է, որ Պակիստանը նշում է, որ բոլորը կարելի ասել քաղաքացիական անձնավորություններ են, ինչպես ասացի, դա արդեն այդպես չէ։ Հետաքրքիրը այն է, որ Հնդկաստանը օգտագործել է օդային ուժեր մեծ մասամբ այս գործողությունների համար եւ ակտիվ Պակիստանը օգտագործել է նաեւ իր օդային ուժերը հակահարվածի համար։ Ես կարծում եմ եւ դա երևում է, հաշվի առնելով, որ Պակիստանը օրերս հայտարարել էր, որ մոտակա օրերի ընթացքում սպասվում է Հնդկաստանի պատասխան գործողությունները կամ հարվածները Պահալգամի տերորիստական հարձակման հետևանքում, իհարկե Պակիստանը պատրաստվում էր եւ կարելի ասել, որ Պակիստանը լավ պատրաստվեց։ Պակիստանը միանգամից բարձրացրել է իր օդային ուժերը եւ խոսք է գնում նրա մասին, որ խոցվել է վերջի տվյալներով 3 Ռաֆալ ֆրանսիական արտադրանքի ուրեմն շատ կարևոր ինքնաթիռ, եւ առաջին անգամ է ընդհանրապես պատմության մեջ, որ Ռաֆալ է ֆրանսիական խոցվել, բայց 3-ի մասին է միանգամից խոսքը եւ 3 ինքնաթիռ է խոցվել, բացի դրանից MiG-21 ինքնաթիռ եւ Sukhoi Su-30 MK ձևաչափը, որը նախատեսված է Հնդկաստանի համար, բայց SM-ին շատ նման է այն, ինչ Հայաստանը ունի։ Եվ ըստ տվյալների կարելի ասել, որ այս գործողությունները Պակիստանը ասում է, որ պատասխան գործողություններ էին, դե հասկանալի է պատճառը։ Պետք է նշել, որ Ռաֆալը իրականում շատ զարգացած զենք է եւ Su-SM-ը նաեւ լուրջ հնարավորություններ ունի։ Այն փաստը, որ խոցվել են այս ուրեմն ինքնաթիռները, իհարկե շատ մեծ հարց է նաև պարունակում, թե ինչպես է սա տեղի ունեցել եւ ոնց։ Սա ընդհանուր առումով տեղի ունեցել հենց Քաշմիրի օդային հատվածում։ Կարևորը այն է, որ մենք պետք է ասենք, որ Պակիստանը օգտագործել է F-16-ներ եւ Պակիստանը օգտագործել է հենց ամերիկյան AIM-140 Ամրամ այսպիսի զենք, որը կարողացել է խոցել հնդկական այս օդային ուժերը։ Բացի դրանից ամենակարևորը, ինչ մենք պետք է նշենք, որ չինական JF-17-ներ, ուրեմն ինքնաթիռներ JF-17 եւ J-10C ձևաչափի ինքնաթիռներ են օգտագործվել Պակիստանի կողմից։ Ուրեմն Պակիստանը ունի F-16-ներ, ամերիկյան եւ չինական JF-17 եւ J-10C ուրեմն ինքնաթիռները եւ իրենք ունեն չինական PL-15
150 կիլոմետրի համար նախատեսված հրթիռներ, որով կարողացել են նաև խոցել այս հնդկական եւ ֆրանսիական եւ ռուսական իրականում, բայց փաստացի հնդկական օդային ուժերը։ Դա շատ կարևոր նաև փաստ է։ Պակիստանը կարողացել է իր հակաօդային պաշտպանության շնորհիվ պարզել կոնկրետ վայրերը, թե որտեղ են գտնվում հնդկական այդ օդային ուժերը եւ օգտագործել այդ ուղղությունը։ Հիմա ինչն է կարևոր այստեղ։ Շատ լուրջ կարևորություն ունի այն փաստը, որ Չինաստանը վաճառել է Ադրբեջանին JF-17, ուրեմն այս ռազմական ինքնաթիռները, եւ Չինաստանը նաև պատրաստվում է վաճառել եւ Ադրբեջանը ուզում է գնել J10C ձևաչափ։ Այս երկու գլխավոր, ուրեմն կարելի է ասել, ինքնաթիռը ամենակարևոր հնարավորությունն է, որը Ադրբեջանը ունի, մեկը արդեն ունի, ինչպես արդեն նշեցի, JF-17-ը եւ J10C-ն ուզում է գնել, բայց այս երկուսն է, որը Չինաստանը ունի եւ պատրաստ է վաճառել։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ նույն JF-17-ը եւ J10C ինքնաթիռները, հատկապես J10C-ն, որը ուզում է Ադրբեջանը գնել, շատ լուրջ իրան ցուցադրեց այնտեղ, որովհետև Պակիստանը հայտարարում է, որ շատ հեշտությամբ կարողացել են խոցել ինչպես ֆրանսիական, այդպես էլ ռուսական այդ արտադրության Ռաֆալները եւ Su-30-ները։ Փաստորեն սա լուրջ հաջողություն է իհարկե Չինաստանի, Պակիստանի եւ կարելի ասել ինչ-որ առումով Ադրբեջանի համար, ես համոզված եմ, որ Ադրբեջանում հիմա ոգևորված են այդ գործողություններից, որովհետև նույն JF-17-ը, որը Ադրբեջանում արդեն կա, ինքը ունի տարբեր չինական ուրեմն հրթիռներ, որոնք հիմա կիրառվել են հենց Պակիստանում։ Նույն հրթիռներն են տարբեր ձևի, PL-15-ը եթե ունի Պակիստանը, PL-5 ունի Ադրբեջանը, ըստ վերջի տվյալների, որոնք 50 կիլոմետրի վրա կարող են հարվածել հակառակորդին, իսկ PL-15-ը 150 կիլոմետրի վրա։ Իհարկե, Ադրբեջանը ուզում է գնել PL-15 ձևաչափնել եւ J10C ինքնաթիռների մասին, որ Ադրբեջանը ուզում է գնել, արդեն մենք հանրային գիտենք, ինչը նշանակում է, որ փաստորեն օդում, եթե լինեն ռազմական գործողություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ապա այնինչ ցույց տվեց մեզ իրավիճակը Պակիստան-Հնդկաստան օդում այս մեկ օրվա, առաջինը ցույց տվեց այն, որ Su-30SM-ները թույլ են եւ նույնիսկ Ռաֆալները թույլ են եւ շատ ավելի հզորեն այս իրավիճակում ստացվում է չինական այս ինքնաթիռները։ Առնվազն դա է, ինչ երևում է այս պահին։ Նկատի ունեմ, որ փաստացի հետևանքները դա են։ Իհարկե կան հարցեր, կարող է հնդկական կողմը լավ չի կիրառել իր ուժերը, լավ չի եղել պատրաստված դրա համար։ Կարող է ինչ-որ ուրիշ փաստեր կան, այդ թվում այն, որ ով էր հարձակվում եւ ով էր պաշտպանվում, բայց ընդհանուր առումով կարելի ասել, որ այդ հատվածում Պակիստանը հաղթեց։ Եվ հիմա եթե վերցնենք այն փաստը, ով է նշում ինչ, ապա Պակիստանը նշում է օդում հաղթանակը, Հնդկաստանը նշում է տերորիստների ոչնչացումով հաղթանակը։ Բայց եթե նայենք պարտությունների առումով, ապա Հնդկաստանը ավելի է պարտվել, հաղթելու առումով Հնդկաստանն էլ է հաղթել եւ Պակիստանն էլ է հաղթել ինչ-որ առումով։ Բայց եթե վերցնենք պարտվելու ուղղությունը, ապա ավելի շատ Հնդկաստանը այս դեպքում պարտվեց իմ կարծիքով, 5 ինքնաթիռ խոցելը լուրջ է, շատ լուրջ է։ Եվ ես համոզված եմ, որ հիմա Հնդկաստանը զբաղվելու է նրանով, որ ուսումնասիրի այս հարցը եւ հասկանա, թե խնդիրը ինչում է, որովհետեւ եթե Ռաֆալները եւ Su-30-ները այդ արդյունաբերությունը, այդ արդյունքը չեն կարող դնել եւ այդ հնարավորությունները չունեն հակազդելու, հակահարվածելու չինական, Պակիստանի համար նաև նախատեսված եւ այդ թվում Ադրբեջանի համար վաճառվող
զենքի համար, վաճառված արդեն մասամբ եւ վաճառվող, ապա դա լուրջ բան է նշանակում, դա նշանակում է, որ Հնդկաստանը պետք է վերանայի իր օդային ուժերի բաղադրիչը։ Ինչպիսին այն կարող է լինի, իհարկե, մենք տեսնում ենք, որ F-16-ներն էլ լավ են իրենց դիրքորոշեն նաև այս գործողությունների ընթացքում, բայց մանրամասն տվյալներ չկա իրականում ինչ դեր են խաղացել F-16-ները։ Ես կարծում եմ, իհարկե, Հնդկաստանը պետք է շարժվի F-35-ների ուղղությունով։ Հասկանալի է, որովհետև երբ մենք խոսում ենք նույն չինական այս JF-17-ի եւ J-10C-ի մասին, ապա 4++-ի մասին է խոսքը գնում, սերունդի մասին, 4+ կամ 4++ սերունդների մասին, բայց 5-րդ սերունդին չեն հասնում, 5-րդ սերունդին է հենց F-35-ը Միացյալ Նահանգների, որի ուղղությամբ եթե Հնդկաստանը մոտենա Միացյալ Նահանգներին էլ ավելի, ապա իհարկե կարող է Հնդկաստանը ստանալ Իսրայելի պես F-35-ներ, չմոռանանք, որ Իսրայելը նաև աջակցել է շատ բացահայտորեն Հնդկաստանին եւ ասել է, որ տերորիստների դեմ այս հարվածները Հնդկաստանը ունի ամբողջությամբ իրավունք դա անի։ Նույնն է հայտարարել Հայաստանը եւ ես շատ ուրախ եմ, որ այստեղ Հայաստանի, Հնդկաստանի եւ Իսրայելի մոտեցումները համընկնում են։ Սա իհարկե լուրջ առաջընթաց է։ Համընկնում են նաեւ Չինաստանի, Պակիստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի մոտեցումները։ Ամեն ինչ շատ պարզ է։ Խնդիրը նրանում է, որ Հայաստանը եւ Իսրայելը պետք է ել ավելի մոտիկ լինեն իրականում եւ իրար մոտենան եւ ավելի լավ հարաբերություններ ստեղծեն, որովհետեւ մեր շահերը շատ վայրերում համընկնում են եւ միևնույն ժամանակ իհարկե Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգները պարզորեն Իսրայելի այս դեպքում նաև Հայաստանի եւ Հնդկաստանի կողքին են։ Հարցը մնում է նրանում, որ Հնդկաստանը պետք է պատրաստվի ել ավելի լավ զինված հնարավորություններով ռազմական գործողությունների համար, բայց հարցը մեր համար նաև կանգնած է Հայաստանի մասին։ Ինչպես պետք է Հայաստանը պատրաստվի Ադրբեջանի հնարավոր եւ հավանական պատերազմի համար, այն դեպքում, երբ Ադրբեջանը չինական JF-17 ինքնաթիռներ արդեն ունի, F-16-ներ արդեն ունի, որը մենք գիտենք, որ Թուրքիան է տրամադրել, եւ J-10C չինական ինքնաթիռների գնման մասին խոսք է գնում։ Սա շատ լուրջ է, սա աննախադեպ խնդիր է հիմա, որը Հայաստանի առջև կանգնած է, որովհետև մենք նաև հույս ունեինք, որ Հայաստանը համագործակցելով Հնդկաստանի հետ Su-30 SM-ները կկարողանար բարձրացնել այն աստիճանի, որ իրանք կարողանային հակազդել եւ ստեղծել օդում ուրեմն բալանս Ադրբեջանի հետ, բայց ինչ մենք տեսնում ենք Հնդկաստանի դեպքում, պարզ է, որ այդ բալանսը մեծ հավանականությամբ չի ստացվի Su-30 SM-ների շնորհիվ։ Մնում է հարց, թե ինչու շնորհիվ է դա կարելի անել։ Իհարկե ուրիշ տարբերակ էր Հայաստանի համար Ռաֆալները կամ Միրաժները։ Այդ հարցը դեռ մասնագետները պետք է պարզեն, ընդհանրապես արժի թե չէ շարժվել ֆրանսիական Ռաֆալների կամ Միրաժների ուղղությունով։ Կարող է Եվրոֆայտերը լինի ավելի լավ տարբերակ, բայց իհարկե ամենալավ տարբերակը F-35-ն է, դա պարզ է, ուստի պետք է աշխատել Միացյալ Նահանգների հետ F-35-ների ուղղությամբ։ Այո, Հայաստանի համար դա այսօր հնչում է ինչպես ոչ իրական, մեղմ ասած, բայց ամեն ինչը ոչ իրական, միջև դու սկսես գործնական քայլեր անել այդ ուղղությունով, ուստի F-35-ները պետք է լինեն Հնդկաստանի եւ Հայաստանի առաջնահերթություն։ Իսրայելը ունի F-35-ներ եւ F-35-ների շնորհիվ է, որ Իսրայելը պատրաստ է նույնիսկ պատերազմի համար Թուրքիայի հետ։ Թուրքիան չունի F-35 եւ Միացյալ Նահանգները չեն պատրաստվում առնվազն այս փուլում մատակարարել Թուրքիային F-35-ներ։ Ցամաքի վրա լուրջ գործողությունների մասին խոսք չի գնում։ Մենք գիտենք, որ ուղղակի պատասխան գործողությունների ձևաչափով Պակիստանը բացել է ցամաքում կրակ Քաշմիրի ուղղությունով եւ կան այո մահացած անձիկ այդտեղ, հրետանի է կիրառվել, չի կարելի ասել, որ լուրջ ինչ որ ձևաչափ է զենքի կիրառվել, խոսք է գնում, որ կողմերը կիրառել են այնինչ մենք շատ լավ գիտենք պինակայի ձևաչափը, Հնդկաստանը ենթադրում ենք, որ կիրառել է, իսկ
Նաև գիտենք, որ Հնդկաստանը Bofors F-H-70 155 մմ ուրեմն համակարգներ է կիրառել 30 կիլոմետրի համար նախատեսված եւ M777 համակարգներ նաև որոնք 30 կիլոմետրանոց շվեդական արտադրանքի հաուբիցներ են, այս երկուսն էլ հաուբիցական համակարգներ են։ Բացի դրանից K9 Vajra ուրեմն համակարգներ է կիրառվել Հնդկաստանի կողմից, ինքնագնաց ուրեմն հրետանու մասին է խոսքը, սա հարավկորեյան արտադրություն ունեցող զենք է, եւ սա նաեւ շատ կարեւոր է։ Հիշում եք, ես վերլուծություններից մեկում ասացի, որ Հնդկաստանից բացի Հարավային Կորեայի հետ է պետք համագործակցել, այս հարցը նկատի ունեի նաեւ։ Պակիստանի ուղղությունով մենք գիտենք, որ բրիտանական եւ ամերիկյան հաուբիցներ են կիրառվել 155 մմ-անոց, ինչպես նաև չինական։ Սա շատ հետաքրքիր է։ Ամերիկյան եւ բրիտանականը հին է։ Ամերիկացիք վաղուց են սա արտադրել եւ տրամադրել, սա Տալիբանի հետ կապված եւ Աֆղանստանի հետ կապված հարցեր իրականում, այլ ոչ թե Հնդկաստանի դեմ։ Կարևոր նաև հարց է։ Պակիստանի զինված ուժերը նաև գրադ են օգտագործել, ինչպես գիտենք, եւ չինական արտադրանքի մոտավորապես գրադի նման A100 այդպիսի ձևաչափ զինված ուժերի համար։ Բացի դրանից մենք տակտիկական առումով լուրջ զարգացումներ չկան հողի վրա, մի քանի ուրեմն զինծառայողի զոհման մասին է խոսքը գնում այդ գծի մոտ, որտեղ որ հրետանու կրակ է բացվել, ինչ գիտենք մենք ծովի մասին, սա շատ հետաքրքիր է, որովհետև Հնդկաստանի գլխավոր այսօր ծովային ուժերը, այդ թվում ամենակարևորը ուրեմն ամենակարևոր ուժերը իրանք Արաբական ծովում են գտնվում եւ ավիակիր Վիկրանտը նաեւ, որը շատ մեծ կարևորություն ունի, գտնվում է մոտիկ շատ Պակիստանին, մայիսի 7-ին Վիկրանտը եւ իր կից ուրիշ նավերը գտնվում էին մոտավորապես 100 կիլոմետրում ուրեմն ծովային միլում Պակիստանի ջրերից եւ շատ լուրջ նաեւ այդտեղ հնարավորություններ են։ Հարցը նրանում է ինչքանով են կիրառվել այդ ուժերը, ինչպես գիտենք, ծովում հարվածներ չի եղել։ Նկատի ունեմ ծովի առումով հարվածներ չի եղել, բայց այդ տարածքում ամենագլխավոր այն էր, որ այդ տարածքը կարելի ասել օդային ուժերը եւ նավերը ռազմական հնդկական փակել էին այդ տարածքը որևէ շարժի համար, կա նաեւ տվյալներ նրա մասին, որ օգտագործվել են այդտեղից ինքնաթիռներ եւ խոցել են ուրեմն Պակիստանի տարածքները։ Ամբողջ առումով կարելի ասել հնդկական տարբեր նավեր են նաև մասնակցել ուսումնասիրության գործողությունների մեջ, դա նաև շատ հետաքրքիր հարց է։ Պակիստանի ուրեմն նավերը եւ հնդկական նավերը, հատկապես հնդկական Պոսեյդոնի մասին է խոսքը գնում, P8I ձևաչափի Պոսեյդոն, որը վերահսկում է Պակիստանի այդ սահմանը, կարելի ասել շատ ակտիվ այդտեղ կողմերը իրար հետևում են։ Ընդհանուր առումով հետաքրքիր է, եթե արդեն ամփոփենք այս մասը, ապա հետաքրքիր է Բրահմոսի ուրեմն կիրառումը եւ գիտեք, որ Հայաստանի համար մատակարարումների մասին է խոսքը գնում Բրահմոսի եւ սա կարևոր իհարկե հնդկական եւ ռուսական միասնական ծրագիր էր, բայց Ռուսաստանը հիմա չի մասնակցում այդ ծրագրի մեջ, իրականում հնդկական լուրջ հնարավորություն է։ Բրահմոսը, ինչպես մենք հասկանում ենք, իրեն ցուցադրել է գերազանց։ Եվ հնդկական այդ ուրեմն զենքը կարելի ասել, որ գերձայնային զենքը իրան ցուցադրել է գերազանց, դա շատ լավ է։ Բացի դրանից Pralay բալիստիկ հրթիռները
ինչքանով մենք հասկանում ենք, որոնք մոտավորապես 350-ից 500 կիլոմետր հեռավորության վրա են հարձակումներ հասցնում, նաև պաշտոնական չի հաստատված մասնակցությունը, բայց կարծում ենք, որ այդպիսի զենք կիրառվել է ըստ տարբեր աղբյուրների, նաև ինչքան հասկանում ենք, էֆեկտիվությունը իր ցուցադրել է, որովհետև Պակիստանը չկարողացավ փաստորեն պաշտպանել իրան այս հրթիռներից, ոչ Բրահմոսից, ոչ Պրալայից։ Սուիցիդ դրոներ են օգտագործել նաև Հնդկաստանը, հարոպներ, մեր համար ցավոք, բայց ծանոթ հարոպները, որը իսրայելական արտադրություն ունեն, եւ այս սուիցիդ դրոները շատ լավ արդյունքներ են ցուցադրել։ Իսրայելը մատակարարում է Հնդկաստանին սուիցիդ դրոնները։ Եթե մենք աշխատենք Իսրայելի հետ, ապա կարելի է նաև հասնել արդյունքների այս ուղղությունով, կարծում եմ։ Ռաֆալների թեմայով ես արդեն ասացի, որ այստեղ կան լուրջ հարցեր եւ մենք պետք է սպասենք, մինչեւ մասնագետները պարզեն, թե ինչ է տեղի ունեցել Ռաֆալների առումով։ Սկալպի հրթիռներն են օգտագործվել, որոնք նաև մատակարարվում են Ուկրաինային Ռաֆալների շնորհիվ։ Սկալպը իրան ցուցադրել է լավ, Ռաֆալը իրան ընդհանուր առումով ցուցադրել է լավ, բայց այն որ Ռաֆալը խոցվել է, 3 Ռաֆալ, դա խնդիր է։ Եվ պետք է պարզել, թե ինչու է խոցվել, ինչու է կոնկրետ պատճառները։ Դե Սու-30-ները իրենց չեմ կարծում, որ կարելի ասել լավ է ցուցադրել նաև։ Մեկ Սու-30 է խոցվել եւ մեկ MiG-21, ինչպես հարց է գնում, բայց ընդհանուր առումով նաև այդտեղ էլ հարցեր կան, թե ինչ է տեղի ունեցել։ Պակիստանը ասում է, որ ավելի շատ կարար խոցել, բայց չի ուզեցել խոցել, դա նաև հարց է, որին վրա պետք է պատասխան լինի։ F-16-ները դե նոր բան չի, F-16-ները շատ լավ գիտենք ինչպես են աշխատում, Պակիստանի F-16-ները իրանց ցուցադրել են լավ։ JF-17-ները Պակիստանի, որոնք չինական արտադրանքության մաս են, բայց իրականում զարգացած են Պակիստանի եւ Չինաստանի կողմից միասնական, կարելի ասել իրանց ցուցադրել են գերազանց։ Եվ սա լուրջ հարց է, որովհետեւ Ադրբեջանը ունի JF-17։ Իրանց ցուցադրել են գերազանց եւ կարողացել են ապահովել Պակիստանի օդային տարածքի պաշտպանություն բարձր մակարդակ, ինչպես F-16-ները, այդպես էլ JF-17-ները, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը F-16-ներով եւ JF-17-ներով երկուսն էլ ունի, կարա նույն ձևի բարձր մակարդակի օդային պաշտպանություն ապահովի իր տարածքում։ Պատկերացրեք, թե սա ինչ աստիճանի խնդիր է Հայաստանի համար։ Բացի դրանից օդային առումով Պակիստանը ունի HQ-16 լիրիկ համակարգները, որոնք հակաօդային պաշտպանության առումով են աշխատում, եւ իրանք նաև կոչվում են LY-80, որոնք չինական արտադրությունի են, 40 կիլոմետր տարածքում են աշխատում եւ մինչև 15 կիլոմետր ուրեմն հատվածում։ Եվ կարելի ասել, որ առնվազն մեկ հնդկական դրոնի դեմ է կիրառվել սա, կամ կարող է նույնիսկ մասնակցել են ուրիշ այս ինքնաթիռների խոցման գործընթացի մեջ։ Բացի դրանից ուրիշ հակաօդային պաշտպանության ձևաչափեր են կիրառվել, ինչպես իտալական Spada 2000-ն է եւ նաև Anza MK-ն ձևաչափերը, որոնք ընդհանուր առումով մեկ դրոն են խոցել, չի կարելի ասել, որ այստեղ մենք տեսնում ենք ինչ-որ բարձր լուրջ արդյունաբերություն։ Պակիստանի ուրեմն AWACS համակարգները, դա շատ հետաքրքիր վաղ նախազգուշացության ռադարները, որը Պակիստանը ունի, եւ այդպիսին է Saab 2000 Eri-ը եւ ZDK-03 կառակուրամը, իրանք ցուցադրել են շատ լավ ինտեգրացված հակաօդային պաշտպանության համակարգներում։ Հրետանու առումով հակաօդային պաշտպանության ուղղությունը արդեն փակեցինք, հրետանու առումով կարծեմ մենք մանրամասն ձեր հետ արդեն խոսեցինք, այստեղ մեծ
տարբերություն չկա, երկու կողմն էլ ունեն տարբեր հրետանի, որոնք հաուբիցներ, որոնք իրան ցուցադրել են շատ նորմալ, երկու կողմն էլ։ Իսկ ջրի վրա հաշվի առնելով, որ կարևորագույն այսպիսի ռազմական գործողություններ տեղի չեն ունեցել, լուրջ արդյունքներ չկան ջրի առումով, նկատի ունեմ ծովային ուժերի առումով։ Բրահմոսը, սկալպը եւ հարրոպները կարողացան էֆեկտիվություն ցուցադրել եւ այն փաստը, որ խոցվել են մի քանի ինքնաթիռ, մնում է խնդրահարույց եւ պարզելու։ Ինչ մեզ ցույց տվեց այս գործողությունները ամբողջությամբ։ Մեզ ցույց տվեց, հարգելի հայրենակիցներ, որ Չինաստանը լուրջ զարգացում ունի եւ իր զինված ուժերը նաեւ լուրջ հնարավորություններ ունեն։ Ամեն պատերազմը սա պարզում է եւ պատրաստություն է նոր պատերազմի համար։ Այդպես տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, հիմա նաեւ նույնիսկ մեկ օրվա այս հարվածները եւ ռազմական գործողությունները մեզ տալիս է հնարավորություն ասել, որ Չինաստանը առաջ է գնացել ռազմական առումով, իսկ Ռուսաստանը եւ Ֆրանսիան հասկանալի չի ինչքանով են հետ ընկել։ Հավանական է, որ Ֆրանսիան ոչ այդքան եւ պետք է այդ հարցը նաեւ պարզվի, բայց Հնդկաստանը ունի լուրջ աշխատանք ծավալելու եւ այսքանով ավարտեմ, ասեմ, որ Հայաստանը ունի շատ լուրջ դասեր քաղելու եւ շատ ակտիվ աշխատելու վերլուծելու եւ ուսումնասիրելու այս հարցը։ Ես հուսով եմ, որ Հայաստանի ռազմական մասնագետները մանրամասն այս բոլոր հարցերը ուսումնասիրում են եւ նույնիսկ կարելի է մեկնել Հնդկաստան եւ այնտեղ ուսումնասիրել հնդկական գործընկերների հետ, նկատի ունեմ Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակություն կարող է մեկնել եւ ուսումնասիրել հատկապես JF-17-ների եւ J-10C-ի գործողությունը, որոնք անմիջապես, ինչպես նաեւ F-16-ների, բայց դա ավելի հեշտ է, որովհետեւ դրա մասի շատ տվյալներ կան, պարզել ինչպիսի օրակարգ է, որովհետեւ դա կարա ոչ միայն կարա, դա հաստատ լինելու է լուրջ հարց Հայաստանի համար եւ այդ հարցը, այդ խնդիրը հայկական կողմը պետք է լուծի։ Շնորհակալ եմ ուշադրության համար, հուսով եմ հետաքրքիր